Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանին ընդունել է Վրաստանում Հնդկաստանի դեսպան Ամիտ Կումար Միշրային։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ համագործակցության հետագա ուղղությունները։ Ընդգծվել է Կումար Միշրայի որպես առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կարևորությունը երկու երկրի միջև գործընկերության հետագա ամրապնդման համար։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը եւ առևտրին։ Հատուկ ուշադրություն է դարձվել այդ ոլորտում ներուժի օգտագործման կարևորությանը։ Քննարկվել են նաև Վրաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Վրաստանի կառավարությունն ընդլայնել է ներքին գործերի նախարարության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում։ Համապատասխան փոփոխությունները գերատեսչության կանոնադրության մեջ մտցվել են վարչապետ Իրակլի Կոբախիձեի օգոստոսի 7-ի որոշմամբ։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և աշխատանքային միգրացիայի մասին օրենքի պահպանման գործառույթներն այժմ պաշտոնապես վերապահված են ներքին գործերի նախարարության միանգամից 3 ստորաբաժանումներին՝ Պարեկային ոստիկանությանը, Քրեական ոստիկանությանը և Միգրացիայի վարչությանը։ Մինչ այժմ միգրացիայի վերահսկողությունը իրականացնում էր միայն վերջինս, իսկ այժմ դա կդառնա նաև ոստիկանների ամենօրյա աշխատանքի մաս։ Անցած շաբաթվա ընթացքում ավելի քան 113,000 մարդ է հատել ռուս-վրացական սահմանը վերին Լարս անցակետով։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ղեկավարի մամուլի ծառայությանը։ Անցած շաբաթ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը հաղորդել էր վերին Լարսում ռեկորդային ուղևորահոսքի մասին։ Նշվում էր, որ մեկ օրում անցակետը հատել է ավելի քան 20,000 ուղևոր։ Օգոստոսի 15-ին և 16-ին անցակետով օրական անցել էր ավելի քան 19,000 մարդ։ ԶԼՄ-ները դա կապել են աշնանը Ռուսաստանում նոր մոբիլիզացիա հայտարարելու հնարավորության մասին տարածվող լուրերի հետ։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից էլ հստակեցրել էին, որ մեկ օրում Վրաստանի պետական սահմանը Լարսի անցակետով հատել է տարբեր պետությունների 7,880 քաղաքացի։ Միևնույն ժամանակ նույն անցակետով նույն ժամանակահատվածում երկիրը լքել է տարբեր երկրների 8,406 քաղաքացի։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ հղած մաղթանքների համար։ Թուրքիայի հաստատակամ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ընկած է աննախադեպ ամուր հարաբերությունների հիմքում, նշել է Ուկրաինայի ղեկավարը։ Զելենսկու խոսքով Ուկրաինան գնահատում է Էրդողանի անձնական մասնակցությունն ու Թուրքիայի միջնորդությունը ռուսական գերությունից ուկրաինացիներին տուն վերադարձնելու և խաղաղությունը մոտեցնելու ջանքերում։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի իր գործընկեր Լուլա դա Սիլվայի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ բոլոր ոլորտներում համագործակցության խորացումը օգուտ կբերի երկու երկրին, առաջին հերթին ներդրումների, առևտրի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով տարածաշրջանային և միջազգային հարցերում խաղաղության ամրապնդմանն ուղղված Թուրքիայի և Բրազիլիայի քաղաքականությունը նպաստում է աշխարհում խաղաղության հաստատմանը։ Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչուսի հետ հեռախոսազրույցում էլ Թուրքիայի ղեկավարը քննարկել է Անկարայի և Վիլնյուսի հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հաջողություն մաղթելով Սինկևիչուսին նոր պաշտոնում Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն օրեցօր ավելի կամրապնդվեն։ Թուրքիայի նախագահը նշել է, որ նոր ժամանակաշրջանում օգտակար կլինի ընդլայնել Թուրքիայի և Լիտվայի միջև շփումները, առաջին հերթին պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հայտարարել է, որ 2025 թվականի տվյալներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալով Թուրքիան զբաղեցրել է աշխարհում 7-րդ, իսկ Եվրոպայում առաջին տեղը։ Գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արժեքը կազմել է 83,2 միլիարդ դոլար։ Նա հիշեցրել է, որ դեռ 2002 թվականին Թուրքիան այդ ցուցանիշով աշխարհում 12-րդն էր 24,5 միլիարդ դոլարի արտադրանքով։
Միացյալ Նահանգները մեկնարկում է Իրանի դեմ տնտեսական վտարանդի անվանումը ստացած գործողությունը, որի նպատակն է աննախադեպ ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վաշինգտոնը կարգելափակի Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ Պատժամիջոցներ կկիրառվեն 60-ից ավելի միջազգային կազմակերպության, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ։ Սքոթ Բեսենթը նախազգուշացրել է, թիրախում են հայտնվում նաև նրանք, ովքեր օգնում են Իրանին։ Նախարարը հավելել է, իրանական ռիալն արժեզրկվել է, երկիրն այլևս եկամուտներ չի ստանում նավթից, տնտեսությունը հայտնվել է շատ վատ վիճակում։ Իրանն ունի երկու տարբերակ՝ լիակատար միջազգային մեկուսացում կամ վերադարձ բնականոն կյանքին, զգուշացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Նա տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփն այժմ հեռախոսազրույցներ է անցկացնում տարբեր երկրների ղեկավարների հետ, հորդորելով նրանց դադարեցնել Թեհրանի հետ ցանկացած շփում։ Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների և սահմանափակումների խստացմանը և նախապես ծրագիր է մշակել։ Սեյեդ Ալի Մադանիզադեի խոսքով կաբինետն ունի տնտեսական զարգացման երկամյա ծրագիր, որում հաշվի են առնված հնարավոր բոլոր խնդիրները։ Իրանի տնտեսության զարկերակները կտրելով Վաշինգտոնը չի հասնի իր նպատակներին, շեշտել է պաշտոնյան։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ պատերազմն ազդել է արդյունաբերության, մասնավորապես մետաղագործական ոլորտի վրա, սակայն երկրի կարողություններն ըստ Մադանիզադեի վերականգնվում են։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել է Պակիստանի զինված ուժերի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Բանակցությունների ընթացքում Ղալիբաֆը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի համաձայնագրի շրջանակներում պարտականությունների չկատարման մասին։ Նրա խոսքով հենց Միացյալ Նահանգներն է խոչընդոտել տարածաշրջանում կայունության հաստատումը և լրացուցիչ պատճառներ ստեղծել իր նկատմամբ անվստահության համար։ Միևնույն ժամանակ խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը ձգտում է կատարել համաձայնագրի բոլոր պայմանները։ Մունիրն իր հերթին նշել է, որ շարունակելու է տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղված ջանքերը։ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև նկատվում է համագործակցության աճող դինամիկա բոլոր ուղղություններով, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Իլհամ Ալիևի Ուզբեկստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվել է 13 փաստաթուղթ։ Հավերժական բարեկամության մասին պայմանագիրը, միջպետական խորհրդի 3-րդ նիստի ամփոփիչ որոշումը, ինչպես նաև 11 լրացուցիչ փաստաթղթեր, որոնք ընդգրկում են ամենատարբեր ոլորտներն ու ուղղությունները։ Բայրամովը տեղեկացրել է, որ մեկնարկել են մեծ թվով նոր նախագծեր։ Ադրբեջանցի դիվանագետը նաև կարծիք է հայտնել, որ շատ դինամիկ զարգանում է Ուզբեկստանի միջազգային հեղինակությունը, միջազգային հարթակներում այն անշեղորեն աճում է։ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովն էլ նշել է, որ Բաքուն և Տաշքենտը նպատակ ունեն ապրանքաշրջանառությունը հասցնել $1 միլիարդ։ Նա նաև ընդգծել է Ուզբեկստանում Սոկարի և Ազերգոլդի համատեղ նախագծերի նշանակությունը և շնորհակալություն է հայտնել Տաշքենտին Ադրբեջանում ներդրումների համար։ Ուզբեկստանի էներգետիկայի նախարարն էլ տեղեկացրել է, որ Բաքվի և Տաշքենտի էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը Ուզբեկստանի կարիքների համար նավթամթերքի, այդ թվում ավտոմոբիլային և ավիացիոն վառելիքի համատեղ արտադրությունն է։ Նրա խոսքով կողմերը զարգացնում են նաև ածխաջրածինների արդյունահանման և Ղազախստանի մասնակցությամբ Ադրբեջանի տարածքով Ուզբեկստանից Եվրոպա կանաչ էլեկտրաէներգիա մատակարարելու նախագիծը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին պարգևատրել է պետական պարգևով երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Պարգևատրման մասին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։ Նա շնորհավորել է Հաջիևին և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։